Այսօր Գյումրու նորընտիր ավականին քաղաքապետ է ընտրում։ Քաղաքական մի քանի մակարդակներում հաղթանակի մասին հայտարարած քաղաքացիական պայմանագիրն ըստ ընդդիմության Գյումրիում քաղաքապետ չի ունենա։ Մանդատները դասավորվել են հետևյալ կերպ. քաղաքացիական պայմանագիրը ստացել է 14, կոմունիստական կուսակցությունը 8, մեր քաղաքը դաշինքը 6, Մայր Հայաստան դաշինքը 2 եւ Իմ հզոր համայնք կուսակցությունը 3 մանդատ։ Մինչև ավականու նիստը սկսել է ինքնաբացարկ են հայտարարել Իմ հզոր համայնքից Սուսաննա Մկրտչյանը եւ մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը։ Նա վերադարձել է ազգային ժողով։ Նա падգամավոր է եղել 2007-ից 2018 թվականներին, սկզբից Բարգավաճ Հայաստան, հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունների կազմում, իսկ 2022 թվականից սկսած մինչև հիմա падգամավոր է Պատիվ ունեմ խմբակցության կազմում։ Քաղաքացիական պայմանագրից Սարիկ Մինասյանը եղել է 7-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր Լուսավոր Հայաստան խմբակցության կազմում, իսկ ավելի վաղ 2013-ից 2017 թվականներին եղել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ։ Վարդան Ղուկասյանը 1999 թվականին ընտրվել, 2002-ին, 5-ին եւ 8-ին վերընտրվել է Գյումրու քաղաքապետ։ Պաշտոնավարել է մինչև 2012 թվականը։ 2017-ից 21 թվականներին Ղուկասյանը եղել է ազգային ժողովի падգամավոր։ Սկզբից Ծառուկյան կուսակցությունների դաշինքի կազմում, հետո Բարգավաճ Հայաստան խմբակցության կազմում։ Քաղաքական խառն ու լարված խոսակցությունների մեջ ընդդիմությունն ասել է ձայնը տալու է ամենաշատ քվե հավաքած տեխնացուին։ Այս պարագայում Վարդան Ղուկասյանին։ Իսկ ինչ է մտածում գյումրեցին։ Խոսել ենք քաղաքացիների հետ։ Լավ ղեկավար ունենանք, մեր քաղաքի համար պիտանի եղնի, ժողովրդին պիտանի եղնի։ Իսկ ինչպեսին էր Գյումրին Վարդան Ղուկասյանի ժամանակ։ Շատ լավ։ Շատ լավ։ Այս ամբողջ ինչ որ տեսնում ենք Վարդան Ղուկասյանի օրոք է։ Ինքը Գյումրու համար լավ բաներ արել է եւ մինչեւ հիմա պիտի անի, որ նստա պիտի անի։ Այդքան բանը տղա ջան։ Մուշ թաղամասն է իր այրան կնով սարքվավ այսօրվա դրությամբ։ Չգիտեմ դուք այդ պատմությունը գիտեք թե չէ որ իրան խփեցին։ Լիշտինզի համար հոյակով է։ Լավ է եղել, սարքել է մարդը, ամեն ինչ եկեղեցել է սարքել։ Օգնել է մարդկանց, գիտեմ էլի, սանք տնած է դիմել են, օգնել է։ Սարիկին այդպես չգիտեմ։ Միտոր որնը լավ է, թող յանք ետնել ասնան։ Սարիկը նորը երևի որ ավելի լավ էլ կլինի, եթե որ ինքն էլ լինի։ Սարիկ Մինասյանից շատ բաներ տեղյակ չեմ։ Գյումրի որպես բնակիչ ասեմ, որ Սարիկ Մինասյանի անունը շատ չի շեշտվել։ Կարծիքս իրավամերժ է, բայց հանգուցյունս է քաղաքացիական պայմանագիր անցնել։ Ինչ լավ բան է քաղաքացիական պայմանագիրը Գյումրու համար։ Այնքան շատ մեծ բան էր։ Այսպես ասֆալտապատում երբեք չէինք տեսել։ Ես իրան ժամանակ չեմ աշխատել իրանց հետ, բայց բոլորն է գիտակ մարդիկ են, բոլորն էլ ուժեղ են, հոգով եւ խելքով։ Թող բարին կատարվի։ Երևանի ծուրաշեն փարենտան զարկանագը։ Որ չի զարկանա։ Մարտուն Գրիգորյանս եւ Վարդան Ղուկասյանը։ Ուրիշ ոչ մի բան։ Թուրքերին ոչ 18 կողմ եւ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Գյումրու քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը։ Նրան աջակցող քաղաքացիները նրա անվան հետ են կապում Գյումրու վերակառուցման աշխատանքները, սակայն որոշ քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ, մտավախություն հայտնեցին, որ հնարավոր է քաղաք վերադառնան Վարդան Ղուկասյանի անվան հետ կապվող կրիմինալ պատմությունները։ Վարդան Ղուկասյանը հարցազրույցների ընթացքում նշել է, որ պատրաստ է զիջել Գյումրու ավականու բոլոր պաշտոնները, բացի առաջին փոխքաղաքապետի պաշտոնից։ Այդ պաշտոնում նա նշանակելու է Ավետիս Առաքելյանին։ Սիմոն Հովհաննիսյան, Ազգային ցանց։